Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։ Ձեռնարկած համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 17-ին քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համաքաղաքացու հետ ունենալով թշնամական հարաբերություն, նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև ավազակային հարձակումներ ու բնակարանային գողություններ։ Պարզելով բնակության հասցեն, երիտասարդները դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համաքաղաքացու տան մոտ։ Լոռու մարզային քննչական վարչությունում ապրիլի 18-ին դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ապրիլի 26-ին քրեական ոստիկանները պարզելով, որ Վանաձորի բնակիչ 4 երիտասարդ Mitsubishi մակնիշի մեքենայով ընթանում են դեպի Անդրանիկի փողոց եւ իրենց մոտ ունեն ապօրինի պահվող հրազեն, հանդիպել են նրանց։ Չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, նրանք դիմել են փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել նրանց փախուստը, ձերբակալել եւ տեղափոխել մարզային վարչություն։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 11 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ։ Մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ 3 անձ կալանավորվել է, մեկը ձերբակալվել։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հանցախմբի անդամների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց բնակության հասցեներում հայտնաբերվել է տարբեր տեսակի զենք զինամթերք։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Անահիտ անձը ապրիլի 21-ին Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող իր ոսկյա զարդերի խանութից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա եւ կախազարդ, պատճառելով 2.900.000 դրամի նյութական վնաս։ Արմավիրի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կողոպուտը կատարել է Դիլիջան քաղաքի 23-ամյա մի բնակիչ։ Ապրիլի 27-ին նա Արմավիրի մարզի Այգևան գյուղում հայտնաբերվել, կողոպուտի կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը եւ հայտնել, որ նույն օրը Վանաձորում վաճառել է ոսկյա զարդերը։ Դիլիջանի բնակիչ 23-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք, կատարվում է նախաքննություն։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած եմ։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Գործարկվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը police.mia.gov.am-ը։ Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է անպայման տիրույթում, արագագործ է եւ ծավալուն։ Տեխնիկական լուծումների արդյունքում կայքում գործում է նաեւ Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։ Կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ police.mia.gov.am-ը համահունչ է ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ գործառույթներին։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է
Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։